Հանգստությունը դա ներդաշնակություն է։ Կարող եմ չարչարվել ֆիզիկապես, բայց հանգիստ լինել եւ լինել հանգիստ ֆիզիկապես, բայց չարչարվել հոգեպես։ Երկու հատ ուժեղ ազդակ ունեմ, դա երաժշտությունն է եւ բույրը։ Ես ամբողջ կյանքս կարդում եմ, դա ինչ որտեղ հոբի է։ Եթե չեմ կարողանում կոնկրետանալ, ուրեմն շատ հոգնած եմ։ Շատ աղմկոտ տեղեր չեմ սիրում։ Ամենասիրածս պահը ուրբաթի երեկոն է, երբ որ կարանք դասեր չանենք, կարանք ազատ տրամադրել ինքներս մեզ։ Սիրում եմ բնության գրկում անցկացնել վիկենդները, որովհետև բնությունն էլ է լիցքաթափում ու ավելի անկեղծ են լինում մարդիկ բնության գրկում։ Ողջույն։ Ասում են, եթե սիրելով ընտրես մասնագիտությունդ, ողջ կյանքիդ ընթացքում անգամ մեկ օր ստիպված չես լինի աշխատել։ Կրկնակի ոգևորվելու առիթ է տալիս, երբ ընտրած գործդ օգնում եւ երջանկացնում է նաեւ ուրիշներին։ Հերոստա Weekend-ն է եթերում եւ իմ այսօրվա հյուրը գինեկոլոգ վերարտադրողաբան Անահիտ Մաղաքելյանն է։ Տիկին Մաղաքելյան, ուրախ եմ, որ եկել եք։ Ես էլ եմ ուրախ ձեզ տեսնելու։ Բժիշկների համար հանգստյան օրեր հասկացողություն գոյություն ունի։ Ես չէի ասի, բժիշկը դա ընտրելիս երևի թե չի գիտակցում, որ ամբողջ կյանքը պատկանելու է ոչ թե միայն իրան, այլ նաև իր մասնագիտությանը, եւ դրա համար պետք է լինես ոչ թե միայն բժիշկ թղթի վրա, այլ կոչումով բժիշկ։ Գիտեմ, որ նույնիսկ գիշերային ժամերին եք պատասխանում ձեր բուժառուների զանգերին եւ արձագանքում նրանց անհետաձգելի հարցերին ու խնդիրներին։ Օրվա մեջ անձնական ժամանակ գոյություն ունի ձեզ համար։ Խիստ անձնական ոչ, եթե կա օրվա մեջ ժամանակ, ապա դա երեխաներինն է, դասապատրաստում է, չգիտեմ, տան գործերով, բայց ինքս իմ հետ երևի կիրակի օրերը մի ժամ կամ 2 ժամ տրամադրեմ ինքս ինձ։ Որն է ձեր ստացած ամենաանհարմար զանգը։ Քանի որ մենք գինեկոլոգներս խոսում ենք միսֆերայի մասին, որը որ այդքան էլ ճիշտ չի խոսել, ասենք հանրության մեջ, չնայած մեկ-մեկ մոռանում ենք, անհարմար զանգեր շատ ենք ունենում։ Երբ որ շատ ինտիմ բաների մասին պետք է խոսես հանրության մոտ եւ կամ բառեր, որը որ մեր համար սովորական է, ուզում ես օգտագործես կողքից ամուսինդ կամ ընկերիդ հիշեցնում է, որ դու մենակ չես։ Շատ վայրում եք։ Հա։ Շատ է լինում անհարմար զանգեր։ Բայց միշտ պատասխանում եք անկախ հանգամանքներից։ Ճիշտն ասած միշտ չի ստացվում։ Սկզբից որ աշխատում էի, քանի որ քանակը քիչ էր պացիենտների, ստացվում էր բոլորին պատասխանել։ Բայց երբ որ դու գալիս ես տուն, արդեն ջնջված եւ 800 հատ մեսենջեր ունես, պետքա բոլորին պատասխանես ու գրում են։ Ես ձեզ գրեցի 3-4 օր, դուք ինձ չպատասխանեցիք։ Ասում եմ, ես մի բան ուղարկեք, որ ես իմանամ դուք ով եք ու ես ձեր հարցին պատասխանեմ։ Դեռ կան շատ հրատապարծեր կամ ոչ այդքան հրատապարծեր, քանի որ կապերն էլ այդքան էլ լավ չեն, ստիպված մարդիկ գրում են։ Իհարկե տրամադրում եմ մի ժամանակ տրամադրում ես այդ հարցերին պատասխանել, բայց բոլորին չես կարող անխտիր պատասխանես։ Ինչ է ձեզ համար հանգստությունը։ Հանգստությունը դա ներդաշնակություն է։ Ես կարող եմ չարչարվել ֆիզիկապես, բայց հանգիստ լինել եւ լինել հանգիստ ֆիզիկապես, բայց չարչարվել հոգեպես։ Մեր աշխատանքը այնպիսին է չի, որ դու կարողանաս հանգիստ կտրվես, եկել ես տուն ու մոռացել ես, սա թղթեր չի, սա գործդ մարդու հետ է, նրա հետ կատարվածը քո վրա դաջված կա թողում, դու չես կարա այդ ամեն ինչից կտրվես ու ապրես։ Նմանապես եթե շատ մի լավ բան ալինում, դու էլի կարող ես քո հետ անձնական լավ բան չի պատահել, բայց դու շատ լավ տրամադրությամբ դիմավորում ես օրդ։ Մասնագիտությունը այնպեսին է, որ չես կարա թողես դրան այն կողմ։ Ամբողջ օրը ապրելակերպ է դա, հա։ Օրվա մեջ ինչպես են լիցքաթափվում բժիշկները։ Ես երաժշտություն եմ լսում։ Եթե ես հոգնում եմ անգամ այն ժամանակ, երբ որ ես ընդունում եմ պացիենտներին, թեկուզ այդ ժամանակ շատ շատերը կնշեն, որ կան հոգևոր երգեր, միշտ կան իմ սենյակում եւ կա երաժշտություն դասական։ Դա համոքնում է ես կողմնորոշվեմ, համ էլ լիցքաթափվեմ, որովհետև այլապես չի լինի, դու չես կարա 40 մարդու պատասխանես ու ինքդ մի հատ ինչ-որ լիցքաթափում չունենաս։ Երբևէ ունեցել եք պահեր, երբ զղջացել եք բժշկի ծանր ու պատասխանատու առաքելությունը ստանձնելու համար։ Իմ գործը շատ շնորհակալ գործ է։ Ես Աստծուց եմ զգում այդ եւ շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ինքը ինձ ուղեկցեց այդ ուղղության եւ ես ընտրեցի այս ճյուղը։ Շատ դրական լիցքեր ունեմ, դու քո կարևորությունը զգում ես, բայց ամենտեղ չկա առանց բացասականի եւ եթե չկան այդ բացասականները, դու չես գնահատի քո դրականները։ Գնահատում եք համ բացասական մոմենտները, համ դրական եւ եթե լինում է մի հատ ֆիասկո ինչ-որ մեկի հետ,
Իհարկե այդ պահը դու որոշում ես քեզ սա պետք էր, ինչ դեր պետք ինես, գնար մի հատ դասատ դառնայիր, երեխեքիդ հետ գնայիր արձակուրդ։ Տանը նստեիր ուղակի։ Տանը նստեիր ուղակի, հա, կլիներ քո համար ժամանակ, կոֆե խմելու թեկուզ քո ընկերուների հետ, որտեղ էլ չես կարողանում նորմալ ապահովել։ Դրա համար էդ էլ է լինում, բայց երբ որ մի օր ասենք մնում ենք տունը ավել, եթե տենց բան իհարկե լինում է, դու հասկանում ես ինչքան կարևոր է որ դու ունես աշխատանք։ Կարոտում եք աշխատանքը, հա։ Ձեր հատուկենտ ստացված ուիկենդները նախընտրում եք ինչպես հանգստանալ ընտանեկան միջավայրում, ընկերների հետ, գուցե միայնակ ինքներդ ձեզ հետ։ Միանշանակ ընտանիքիս հետ եմ նախընտրում եւ շատ սիրում եմ բնության գրկում անցկացնել ուիկենդները, որովհետեւ բնությունն էլ է լիցքաթափում ու ավելի անկեղծ են լինում, չէ՞, մարդիկ բնության գրկում։ Եթե դա ձմեռ է, ասենք, շատ սիրում եմ գնալ փակ տեղ, որտեղ որ ձյունը կերևա, եթե կա այդպիսի հնարավորություն, բայց միանշանակ շատ աղմկոտ տեղեր չեմ սիրում, որովհետեւ խուսափում եք մարդաշատ վայրերից։ Ուզում ես ավելի լիցքաթափել ու հանգստանալ։ Արշավներ կազմակերպում եք կամ գուցե ընտանիքի անդամներից մեկն է կազմակերպում, սիրով մասնակցում եք։ Ընտանիքի անդամներից բոլորս շատ զբաղված ենք հիմա, երեխեքն էլ են մեծացել, բոլորին իր անձնական կյանք ունի, պետք է արդեն իրանց հետ էլ հաշվի նստես, ասենք որ փոքր էին, մենք որոշում էինք գնում ենք միտեղ որոշումը կայացնում ենք մենակ ծնողներով, հա, հիմա իրանք են մեզ թելադրում, այս ժամը հարմար չի, մյուս ժամը այսպես է, ու գնալով դու հասկանում ես, որ պետք է իրանց կարծիքի հետ էլ հաշվի նստես, եւ կան արդեն առաջի դժգոհությունները, որ քիչ ենք շփվում, աշխատում ես հետ էլ լրացրած լինես, եթե դա ստացվում է, իհարկե միշտ չի ստացվում, որովհետեւ երեխաներն էլ իրանց պահանջները ունեն։ Ու ինչքան մեծանում են, ինձ թվում է թե ինչքան մեծանան, խնդիրները կքչանան, բայց հակառակը խնդիրները շատանում են, համ շփվելու համար ժամանակ պետք, համ հետևելու համար պետք, որ ճիշտ ուղղությամբ դնես, ճիշտն ասած տեղը պետք է հասցնես։ Եվ գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ անընդհատ վազքի մեջ ես, աշխատանք, ընտանիք։ Անընդհատ վազքի մեջ ես, դրան էլ ես համակերպվում արդեն, եթե ես զգում եմ, որ ես ուզում եմ հիվանդանամ, ասենք ինձ պետք է արդեն նստեմ անկողնու մեջ պարկեմ, սկսեն ինձ խնամել կամ ոչ մեկին չեմ ուզում տեսնել, ուզում եմ հեռուստացույց դիտել, այսինքն ես ահավոր հոգնած եմ։ Լինում են տենց պահեր, կարող է տարի 1 օր, 2 օր, տենց չի լինում, երբ որ ես դաժե անգամ հիվանդ լինեմ ու չգնամ, եթե պետք է ես գնամ պացիենտի համար, պետք է հասնեմ հիվանդանոց, անպայման գնում եմ։ Եթե Արցախում եմ, ուրեմն ես աշխատանքի մեջ եմ, կլինի դա Ստեփանակերտեմ, կլինի Գյուղարանքում եմ։ Դրա համար պետք են օրեր, որ պետքա լիցքաթափվես։ Իհարկե մենք ենք ընտրում, ինչ աստիճանի պետքա զբաղված լինես, բայց եթե քո զբաղվածությունից, քո գնալուց ինչ-որ մի բան պետքա փոխվի դեպի դրականը, դու վերսկենում ու գնում ես։ Այդ պատասխանատվության զգացումը միշտ պատասխանատվության զգացումը կատարում հայրիկից է շատ խիստ էր միշտ մեր նկատմամբ, որ պետքա մարդ պատասխանատու լինի, այդպես դրվել է, այդպես է գնացել է։ Վատառողջ պահերը սիրում եք, երբ տանն եք մնում, անկողնում պարկած եւ ձեզ խնամում են։ Հա, դե բայց դա կարող է տևի մի քանի ժամ։ Դրանից հետո ստիպված ես լինում վեր գնալ ու զբաղվել քո գործերով, ավելի շատ պրոֆեսիոնալ գործերով, քան տան։ Նշեցիք նոր, որ երբ որ Արցախում եք լինում, միշտ աշխատանքի մեջ եք լինում։ Իսկ երբ Արցախում չեք լինում, գնում եք հանգստանալու, թե ինչ որ էլի աշխատանքային գործերով եք մեկնում։ Կարող է գնում եմ վերապատրաստվելու, շատ հաճախ գնում ենք վերապատրաստվել եմ աշխարհի տարբեր ծայրերում, համեմատել եմ մեր բժշկության հետ, իդեպ մենք այդքան էլ հետադեմ չենք, ինչքան թվում է մեր արցախցիներին, շատ հրաշալի բժիշկներ ունենք, աշխատում ենք թիմային, որը ասենք չկա շատ տեղերում, հա, իրանք սինգլ են աշխատում։ Եվ գնում ենք հանգստանալու, բայց դա չի նշանակում, որ եթե դու գնում ես հանգստանալ, դու անջատում ես քո հեռախոսը, ուր էլ լինես, մեկը եթե զանգում են, ասենք հիմա կապը կա, կարող են զանգել, դու մեկը այլի զանգում ես, եւ եթե դու պետքա գնաս, ասենք մարդը պետք է ծննդալուծվի, գիտես դու ստեղ չես լինելու, անպայման մի հատ փորձառու բժշկին կցում ես, որպեսզի հետագայում խնդիրներ չունենաս։ Արցախից դուրս էլ չի ստացվում լիարժեք հանգստանալ ու կտրվել աշխատանքից։ Չի ստացվում։ Ակտիվ հանգստի տեսակներ սիրում եք, սպորտով զբաղվել կամ ընկերական ակտիվ հավաքույթների ներկայանալ, եթե իհարկե ժամանակը ներում է։ Թամպես մեկ այն մարդիկ ենք, որոնք տեսել են 3 պատերազմ։ Բայց առաջի 2 պատերազմից հետո մենք մի տեսակ հոգեպես փոխվեցինք, բայց երրորդից հետո չկարողացանք գանք այն կետին, որից որ սկսվել է ամեն ինչը։
Առաջներում շատ էի սիրում, հենց երաժշտություններ պարում էինք։ Ամբողջ ընտանիքը համ երգում է, համ պարում է, ասես սիրում ենք։ Միշտ ներկայացում անում փոքր դոստերս հագնմաշորեր, պարում է մեր համար, հա, հայրիկը երգում է շատ լավ, արդեն եթե շատ մտերմիկ միջավայր է, անպայման ինքը կերգի, բայց պատերազմից հետո այս ամենը չկա։ Սպորտը կա ձեր կյանքում։ Իմ կյանքում կոնկրետ չէ, մի քանի անգամ փորձել եմ գնամ ինչ-որ ֆիթնեսի, հա, կեսից թողում եմ, կամ մի բան չի ստացվում, որ գնամ, բայց երեխեքս զբաղվում են սպորտով, հա, տղաս բոքսա գնում, աղջիկս էլի տենց ֆիթնեսը, աբրազնի ինչ-որ մոդիֆիկացիաներ, խմբակներ, իսկ բուջուրը вообще շատ ակտիվ է, ինքը համ երկի բարի խմբակ է գնում, համ ինչ-որ լիցքաթափվելու, տենց շատ տեղեր ունի, էլի։ Դուք եք հորդորել խորհուրդ տվել, թե նրանք ինքնուրույն են այդ որոշումները կայացնում։ Փոքրը խորհրդի կարիք չունի։ Նրանը պետքա ընդհանրապես ասես, այս մեկը պետք չգնաս, արդեն չես հասցնի։ Բայց մեծերը շատ пассив են, մենք իրանց ուղղորդում ենք, որ գնան անպայման մի սպորտով զբաղվեն անպայման։ Դրանց հայրիկներ էլ ինքը զբաղվում էր սպորտով, սպորտսմեն էր։ Երևի այդ իրանց մեջ կա էլի, հիմա տղաս էլի բոքսով է զբաղվում, ոնց որ իր հայրիկը ժամանակին։ Սովորաբար ասում են, որ ծնողները ինչ ուղղություն որ բռնել են եւ չի ստացվել, հորդորում են, որպեսզի իրենց երեխաներն էլ դա անեն, փորձեն, չէ՞, ձեր պարագայում նման բան եղել է։ Տեսեք, մեր ծնողները մեզ ավելի խիստ են դաստիարակել եւ երևի ավելի ճիշտ են արել, քան մենք ենք մեր երեխաներին դաստիարակում։ Ես փորձում եմ այդպիսի հարցում, ինչպիսին ապագա քո մասնագիտությունն է, չմտնել։ Որովհետև ինչպես դուք եք ասել, որպես երեխեքս չգնան գործի, այլ հաճույքով ապրեն, ասենք տղաս միանշանակ որոշել է, որ ինքը բժիշկ է դառնում։ Բայց մեծ աղջիկս սկզբից ուզում էր բժիշկ, հետո չէր ուզում բժիշկ, ինքը ուզում եմ ֆրիլանսեր լինեմ, սկզբից չի հասկանում, այդ ինչա ֆրիլանսերը, ինքը բացատրեց, որ դա չի նշանակում, ես վատ եմ ապրելու կամ քեզանից հատկապես լավ եմ ապրելու, ինձ ազատ ժամանակ կա լինելու, ես չեմ ուզում իմ երեխաներն էլ ինձանից կտրված լինեն, ոնց որ քոնա։ Եվ վերջապես ինքը որոշել է ինքը ինչա ուզում դառնա։ Բուջուրն էլ ասում է, ես ուզում եմ ակտրիսա դառնամ։ Կդերասանուհի է ուզում։ Դե տեսնեք, ես թվում է դա էլ է փոփոխական։ Չեմ ազդել ոչ մեկի որոշման վրա։ Ասենք հայրիկս փորձում էր, որպեսզի աղջիկս էլ լինի բժիշկ, մեծ աղջիկս, բայց որ հարցեր էր տալիս քիմիայից, ֆիզիկայից, հա, անդադ լարվում էր։ Ինքը ասաց, ես չեմ ուզում։ Պապիկա ամեն օր ինձ հարցեր է տալիս, այդ մեկը ես չեմ ուզում։ Եվ ոչ մեկի չենք ազդել։ Ով ինչ ուզում է, ընտրում է, որպեսզի հետագայում մեզ էլ չմեղադրեն, որ դժբախտ ապրում են այդ մասնագիտության հետ, կան այդպիսի մարդիկ, որոնք որ մեղադրում են իրենց ծնողներին։ Լինում են ձեր կյանքում պահեր, երբ ուզում եք հանգստանալ ամեն ինչից եւ բոլորից։ Լինում են այդպիսի պահեր, երբ որ դու ինքդ քեզանից ես առաջին հերթին դժգոհ, եւ այդ ամեն դժգոհությունը քո քեզանից դժգոհ լինել այդ դիսգարմոնիան վերում է նրան, որ ամեն ինչից դժգոհ ես։ Համեր կինը դա ֆազային երևի էակ է, դրա համար դրա հետ կապ ունի երևի։ Լինում է, շատ հաճախ է լինում եւ պետքա դու մտնես քո մեջ, ինքնամփոփվես եւ ստացվի մի product, որը ավելի լավն է, քան որ մտել ես դրա մեջ, էլի։ Առանց դրան չես կարա դու աճես։ Մարդիկ ովքեր չունեն իրենց հետ կոնֆլիկտներ, իրանք իրենց հետ հարդար չեն նստում, ինձ թվում է ոչ մի բանի չեն հասնում։ Տեղում դոփում են։ Տեղում դոփում են։ Երաժշտությունը նման պարագայում օգնում է դուրս գալ այս իրավիճակից։ Հա, երկու հատ ուժեղ ազդակ ունեմ, դա երաժշտությունն է եւ բույրը։
շատ լավ բույրը կամ ընդհանրապես բույրը կարա շատ հիշողությունների բերի, չէ՞։ Այնպես է երաժշտությունը։ Մեկ-մեկ որ լսում եմ, ընկերներս ասում են, ես ինչ 60-ական, 50-ական թվականների երաժշտություն ես լսում, բայց ես ինստեղ վերգտնում եմ շատ լավ երաժշտություն, ասենք ինձ առաջվա երաժշտությունը, թող ոչ մեկ չնեղանա, բայց ավելի լավ է թվում, քան հիմիկվանը։ Դրա համար ես շատ եմ վերադառնում ռետրո ոճերի, էլի։ Իսկ երեկոները սովորաբար աշխատանքային եւ ծանրաբեռնված են լինում, թե կարողանում եք ժամանակ գտնել ընտանեկան կինոդիտումների համար։ Ընտանեկան կինոդիտումները կարող են լինել ամիսը 1-2 անգամ, բայց այստեղ էլ ենք մենք կիսվում, ասենք ինչքան իրանք նման են իրանց հայրիկին արտաքնապես, այնքան էլ այդ ոճը ընտրելու իրանք երեքով պլյուս հայրիկը նայում են ֆենտեզի, այդպիսի բաներ են սիրում, ես չեմ սիրում, սիրում եմ ասենք ինչ-որ դրամաներ կամ սիրուն շորերով պետք է այս ամեն ինչը լինի։ Դերասանների սիրուն։ Որպեսզի ես էլ նստեմ, իրանք որոշում են իմ կինոն նայեն, հետո նայում ես, որ մենակ դու ես նայում, իրանք չեն նայում, դիված իրանց կինոն ենք նայում։ Եվ հավանում եք այդ ժանրերը, թե միևնույնն է։ Ես այտենց էլ չկարողացա այդ ժանրում ինչ-որ դրական բան գտնեմ։ Ուղղակի երևի հաճույք եք ստանում այդ միջավայրից։ Հա, հաճույք եմ ստանում, ասենց որ իրանք իրար գլխի վրա նստած, շատ ջերմ են լինում այդ ժամանակ, հա։ Իրանք պոպկորն են անպայման սարքում, հիմա մեծացել են, բայց ժամանակին շատ էինք այդպիսի բաներ կազմակերպում։ Վերջերս եղանակը այնպիսին է, որ կարծես թե կլանում է եւ ուզում ես անընդհատ գիրք ընթերցել։ Ընթերցանություն սիրում եք։ Ես ամբողջ կյանքս կարդում եմ, դա ինչ որտեղ հոբի էլ է, եթե այդ շաբաթը մի հատ նոր բան չեմ սովորել, չեմ կարդացել, կապ չունի դա պրոֆեսիոնալ է, թե գեղարվեստական։ Հիմա շատ լայֆ կոուչինգներ եմ ես ուսումնասիրում, հա, հետաքրքիր փորձեր ա մարդկանց կյանքից, որոնք որ երևի մեր տարիքում, որ հետադարձ ես անում 40-ից հետո, դա էկվատորա չէ, 40-ը հասնում ես, հետո կողքից նայում ես ինչ ես արել։ Այս մարդիկ ավելի հեշտ են թողնում քեզ օգնել հասկանալ ինքդ քեզ։ Լայֆ կոուչինգները խորհուրդ կտամ բոլոր մարդիկ էլ, ովքեր ասենք իմ տարիքում են, անպայման կարդան։ Հիմնական այդպիսի գրքեր եք ընթերցում ուսուցչանով։ Ես ընթերցում եմ ամեն տեսակի գիրք, չկա վատ գիրք։ Կարող է այդ տրամադրությունից մի անգամից կարող է մի 5-6 գիրք սկսեմ կարդալ։ Այդ տրամադրությունից որին որ համապատասխան կլինի, ես այդ էլ կարդալու եմ։ Ձեր ուղեղը չի ծանրաբեռնվում մի անգամից մի քանի գրքերի մեջ։ Նման ձևով, եթե չեմ կարողանում կոնկրետանալ, ուրեմն շատ հոգնած եմ, որ չեմ կարողանում կարդում եմ բառը, բայց չեմ հասկանում, ուրեմն ժամանակը չի դրա։ Երբ եք ընթերցում։ Երեկոյան քնելիս։ Երեկոյան, հա, կարող է առավոտյան, ես շատ վաղ եմ արթնանում, հնարավոր է առավոտյան էլ։ Սովորաբար բժիշկները քնելու կարիք են ունենում, միշտ որովհետև շատ հոգնած են լինում ամբողջ օրվա ընթացքում։ Դուք վաղ եք արթնանում։ Ձեր էներգիան հերիքում է միջև օրվա վերջում։ Ես վաղ քնում եմ, ասենք մարդիկ կարող է քնում են ժամը 1-2-ի կողմերը, ես 11-ին կնախընտրեմ պարկել։ Բայց կարթնանամ 6-7-ի կողմերը իմ համար դժվար չի, անգամ վիկենդներին, ասենք վիկենդների մի օրը հաստատ հերթապահեմ, շաբաթ օրերը, մնում է կիրակին։ Այդ կիրակին էլ ուզում ես այնպես պլանավորես, որ ամենտեղ հասցնես։ Հայրիկիս, մայրիկիս տեսնեմ, հա, երեխեքի հետ ժամանակ անցկացնեմ, ամուսնուս ժամանակ տրամադրեմ եւ իհարկե տնային գործերը, որը որ ամբողջ կյանքում դա քեզ ուղեկցում է այդ գործերը։ Ստացվում է ամենածանրաբեռնվածը հենց կիրակին է լինում։ Հա, ամենածանրաբեռնվածը կիրակին, ասես երբ կլինի գա երկուշաբթին գնաց գործի։ Ինչ եք պատրաստվում անել մեր նկարահանումից հետո, ինչպես եք շարունակելու օրը։ Ամենասիրածս պահը ուրբաթի երեկոն է, երբ որ կարանք դասեր չանենք, կարանք ազատ տրամադրել ինքներս մեզ, կարամ երեխեքի հետ գնամ, ասենք մի հատ տեղ նստելու, կարող եմ ժամանակս տրամադրել ընկերուհիներիս եւ շատ հաճելի ժամ անցկացնել։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Մաղաքելյան մեզ հյուրընկալվելու համար եւ ձեր կատարած աշխատանքի համար։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Անահիտ Մաղաքելյանին ու նրա հանգիստն ենք բացահայտում այսօր։ Ուրախ ու անհոգ հանգստյան օրեր բոլորիս։